Օգոստոսի 21-ը Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի ծննդյան օրն է։ Այս տարի հայոց հայրապետը դարձավ 75 տարեկան։ Նորին սրբության 75 տարիների կենսագրության մեծ մասը հոգևոր ծառայության ճանապարհ է։ Նրա ծառայությունը սկսվել է դեռ խորհրդային տարիներին, երբ հոգևորական դառնալը հեշտ ընտրություն չէր։ 1965 թվականին դեռ պատանի նա ընդունվում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան, 1970-ին ձեռնադրվում սարքավակ, 1972-ին կուսակրոն քահանա, ստանալով Գարեգին անունը։ Ապագա հայրապետի հոգևոր ճանապարհի կարևոր հանգրվաններից մեկն է դառնում Վազգեն առաջին կաթողիկոսի վստահությունը։ 1972 թվականին Վազգեն առաջինի տնօրինությամբ նա մեկնում է Վիեննա աստվածաբանական կրթությունը շարունակելու։ Հետագայում ծառայում նաև Գերմանիայի հայ համայնքում, ուսումը շարունակում Բոննի համալսարանում, ապա Զագորսկի հոգևոր ակադեմիայի ասպիրանտուրայում։ 1993 թվականին Վազգեն առաջին ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Գարեգին arczepiskopos Ներսիսյանը, որն արդեն 10 տարի Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդն էր, նշանակվում է նաև Մայրաթորի ներքին գործերի և բաժինների պատասխանատու ղեկավար։ 1995 թվականին կաթողիկոսական ընտրության ժամանակ Գարեգին arczepiskopos Ներսիսյանը թեկնածուներից մեկն էր։ Ընտրության երրորդ փուլում նա հանում է իր թեկնածությունը հօգուտ Մեծիտանն Կիլիկիո Գարեգին կաթողիկոսի։ 1998 թվականին Գարեգին առաջին ամենայն հայոց կաթողիկոսի կողմից նշանակվում է կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ազգային եկեղեցական ժողովում Գարեգին arczepiskopos Ներսիսյանն ընտրվում է ծայրագույն պատրիարք և կաթողիկոս ամենայն հայոց, նոյեմբերի 4-ին ստանալով կաթողիկոսական ձեռնադրություն և օծում։ Իսկ ամենայն հայոց կաթողիկոս կտրվի 263 քվեով Գարեգին arczepiskopos Գարեգին II լուսավորչի գահի 132-րդ գահակալն է, աշխարհասփյուռ հայ եկեղեցու հովվապետը։ Իր փառավոր նախորդների պես նա շարունակում է իր կեսդարյա ճանապարհը որպես հեռատես հովիվ, որպես հանձնառու եկեղեցապետ, որպես հոգևոր հայր, հոգալով իր ժողովրդի ամեն ցավն ու կիսելով ամեն ուրախությունը։ Օգոստոսի 21-ին շնորհավորանքներ են հղվել Սուրբ Էջմիածին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ 75-ամյա հոբելյանի առիթով Մայրաթորում հայրապետին նախ շնորհավորեց եպիսկոպոսած դասը։ Տեր-Նարեկ եպիսկոպոս Ավագյանը սրբազանների անունից դիմելով նորին սրբությանը մաղթեց երկար տարիների կյանք, քաջառողջություն, հոգևոր ու ազգային առաքելությունն իրագործելու անսպառ կորով։ Սրբազանն ընդգծեց հայրապետի հայոց եկեղեցին նույն ջերմեռանդությամբ առաջնորդելու անհրաժեշտությունն ու կարևորությունը հատկապես այս բարդ ու պատասխանատու ժամանակաշրջանում։ Բեափար հայրապետին դարձյալ ու վերստին մաղթենք, որպեսզի խաղաղությամբ, առողջությամբ իր լուսավոր նպատակներին ընդառաջ շարունակի առաջնորդել հայ եկեղեցու նավը, իր օրհնությունը ջամփելով, բաշխելով մեր ժողովրդին, ստանալով ամենակալ Աստծուց իր աղոթքի պատասխանները։ Վեհափառին շնորհավորական մաղթանքներով սպասում էին նաև եկեղեցու քահանաներն ու սարկավագները։ Իրենց որդիական սերը բերելով հայոց հայրապետին, քահանա հայրերը մաղթեցին կենաց արևշատություն, արդյունավոր ու անսասան հովվապետություն, ի պայծառություն հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու, ի մխիթարություն բարեպաշտ ժողովրդի և ի զորացումն հայրենիքի։
Վեհափառ Հայրապետի գահակալության 27 տարիները ծաղկման շրջան են մեր եկեղեցու եւ ժողովրդի կյանքում, նշեցին հոգեվորականները։ Հայ եկեղեցին այսօր ներկա է հայոց կյանքի բոլոր ոլորտներում։ Հայրապետի յուրաքանչյուր երազանք կապված է մեր ազգի, հայրենիքի եւ ժողովրդի հետ։ Այո, դժվար ժամանակներ են եւ ես առավել քան վստահ եմ, որ յուրաքանչյուր դժվարությունից հետո գալիս է խաղաղության, հաջողության, նորանոր ձեռքբերումների շրջան։ Եվ աղոթում եմ, որպեսզի Աստված այս փորձությունների միջով Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ նաև մեր եկեղեցուն հնարավորինս շուտ դուրս բերի, որպեսզի մենք էլ կարողանանք ոչ միայն պարզապես գալ եւ Վեհափառ Հայրապետի օրհնությունը ստանանք, ինչպես որ միշտ ստանում ենք, այլ մենք էլ փորձենք որպես հոգեվորականներ այնպիսի խաղաղ պայմաններում կենսագործենք եւ մեր հոգեվոր ծառայությունը մատուցենք, որպեսզի կարողանանք նաեւ մեր ձեռքբերումներով, մեր հաջողություններով ուրախացնենք մեր սիրելի հայոց հորը։ Նորին սրբությունը երախտագիտություն հայտնելով ջերմ խոսքերի ու բարի մաղթանքների համար իր օրհնությունն ու գնահատանքն ուղղեց հոգեվոր ծառայության մեջ իրեն լծակից եկեղեցական դասին ամբողջանվեր ու նախանձախնդիր սպասավորության համար։ Հորդորեց զորավոր հավատքով, ամուր կամքով ու սիրով շարունակել իրենց սրբազան առաքելությունը հանուն հայ եկեղեցու պայծառության եւ աշխարհասփյուռ մեր ժողովրդի բարօրության։ Վեհափառ Հայրապետի մեջ հատկապես վերջին շրջանում գնահատելի էր այս դժվարին ժամանակահատվածում սառը դատողությամբ առաջ շարժվելը ու հավատարիմ մնալը հայոց եկեղեցու ճշմարիտ ավանդներին։ Վեհափառ Հայրապետը կարողացավ ցանկացած դժվարություն հանձնառնել իրական նվիրվածությամբ ու առաջ շարժվել հանուն հայոց եկեղեցու պայծառության։ Սա մի առաքինություն է, որին որ կարծում ենք մենք էլ պետք է հետևենք բոլոր հոգեվորականներս։ Վեհափառ Հայրապետը սարկավագների համար ըստ իս բացառիկ հոգեվորականի օրինակ է, նամանավանդ այն պարագային, երբ որ ամեն օր շփվում, առնչվում ու անձնապես տեսնում ենք Վեհափառ հորը, դա միայն մեզ համար, կրտսեր սպասավորներիս համար ուրախանալու, հպարտանալու ինչ որտեղ նաև մեծ առիթ է եւ նաև առիթ է ամեն օր եւ ամեն ժամ միայն սովորելու եւ սերտելու։ Վեհափառ հորը շնորհավորեց նաև Մայրաթորի աշխարհիկ պաշտոնեությունը։ Հայրապետն իր երախտագիտությունն ու գնահատանքի խոսքը հայտնեց տարեդարձի կապակցությամբ շնորհավորելու եկած հոգեվորականներին ու աշխարհականներին, գոհունակությամբ անդրադառնալով նրանց անսակարգ նվիրումին ու հավատարիմ ծառայությանը։ Թե անցյալում, թե այժմ հոգեվորականների եւ աշխարհիկ անձանց լծակից ջանքերով է շարունակում ամուր մնալ մեր հոգեվոր եւ ազգային կյանքը, ասաց Հայրապետն ու ընդգծեց յուրաքանչյուրի ծառայության կարեւորությունը։ Հայոց Հայրապետի 75-ամյակի կապակցությամբ իրենց շնորհավորանքները փոխանցեցին նաև Մայրաթոր Սուրբ Էջմիածնում հայագիտական դասընթացների մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդները։ Մայրաթորում ապրող եւ սովորող երիտասարդները դեռևս ոչ լիարժեք, սակայն անկեղծ ու ջերմ հայերենով շնորհավորանքներ հղեցին Հայոց Հայրապետին, մաղթելով նորին սրբությանը արևշատ օրեր եւ երկար տարիների կյանք։ Անուշ Առաքելյան, Սուրեն Տեր Գրիգորյան, Վրամ Խանամիրյան, եկեղեցական կյանք։ Ամեն ինչից առաջ ուզում եմ այսօրով շնորհավորել Վեհափառ Հայրապետի ծննդյան 75-րդ տարեդարձը, մաղթելով իրեն երկար քաջառող կյանք եւ արևշատություն եւ իր գավազանի անսասանությունն ու հաստատությունը։ Իր գահակալության ամբողջ շրջանին Հայոց Հայրապետը միայն միտված է եղել եւ իրագործել է հայ եկեղեցու կյանքի պայծառությունը, ինչպես նաև մեր ողջ ժողովրդի կյանքում սահմանափակ միջոցներով, չափազանց սահմանափակ միջոցներով, հակառակ բոլոր տեսակի խժդժությունների, հակառակությունների, հարձակումների եւ հալածանքների հասնել բոլորի կյանքին, թե անհատապես, թե հավաքականապես։ Օգոստոսի 21-ին Բագրատ arczepiskopos Գալստանյանի կեցավայրում, որտեղ նա կրում է տնային կալանքը, տեղի ունեցավ մամուլի ասուլիս փաստաբաններ Տաթևիկ Սողոյանի եւ Հովանես Խուդոյանի մասնակցությամբ։ Ասուլիսի հիմնական թեման սրբազան պայքարի եւ 2024 թվականի
հունիսի 12-ի դեպքերի առնչությամբ ՄԱԿ-ի փորձագիտական խմբի հետ հաղորդակցություններ։ Փաստաբանների փոխանցմամբ իրենց դիմումին ի պատասխան ՄԱԿ-ի մասնագիտական խումբը մի շարք առանցքային հարցադրումներ է հղել Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Դրանց պատասխաններին ծանոթացել են նաև պաշտպանները, նրանք առաջիկայում ՄԱԿ-ի փորձագիտական խմբին կուղղեն կառավարության պատասխանների հակափաստարկները։ Բացի այդ, փաստաբանական թիմը նախատեսում է ստեղծել 2024 թվականի հունիսյան ցույցերի փաստահավաք խումբ, որը կներկայացնի բոլոր տուժածների իրավունքները։ Հիշեցնեմ, որ անցել է 2 տարի այդ իրադարձություններից, այդ օրվա միջադեպերին, երբ որ ցուցարարներին են մեղադրանք առաջադրելուց եղել, մոտ 1 ամիս էլ չի տևել երևի թե քննությունը, մարդկանց գործերը ուղարկել են դատարան զանգվածային անկարգություններ կատարելու մեղադրանքներով, բայց այդ նույն օրվա իրադարձությունները, որտեղ ոստիկանները ապօրինաբար կիրառել են չթույլատրված հատուկ միջոցներ, առ այսօր քննությունը շարունակվում է։ Եվ կառավարությանը տրված պատասխանում, որ օրինակ նշանակել ենք փորձաքննություններ, ես ինքս մի քանի դեպքերով ուղեկցել եմ տուժած անձանց, ինչպես այդ օրվա, այնպես էլ դրան նախորդող մայիսի 30-ին, կարծեմ 30-ներ ԱԳՆ-ի դիմաց ոստիկանական բախումներից տուժածներին եւ այլն, մոտավորապես 1-1.5 տարի հետո մարդկանց կանչում են, ասում են նշանակել ենք փորձաքննություն, կգնաս արդյոք փորձաքննության, մարդը, որ ասենք այդ օրը ունեցել է կապտուկներ եւ անհապաղ պետքա ֆիքսվեր նրա նկատմամբ բռնության խոշտանգման դեպքերը, բնականաբար իմաստ չունի, որ այդ անձը գնա ներկանա փորձաքննության, որտեղ հետք չի մնալ 1 տարի հետո։ Իհարկե կան մարդիկ, որոնք ավելի լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել, բայց նրանց իրավունքների պաշտպանության մասով էլ որևէ արդյունավետ միջոց առ այսօր չի իրականացվել։ Այս պարագայում նաև խնդրանքս է Հայաստանում գործող իրավապաշտպան կազմակերպություններին, հասարակական կազմակերպություններին, որ մի թողեք այս ամեն ինչի բեռը միայն փաստաբանների ուսերին, որովհետև փաստաբանների գործը այս օրերում առանց էլ հեշտ չի եւ իրականացնել դատական պաշտպանություն եւ գնալ տեսնել կալանավորներին եւ կազմել այդ բոլոր ներպետական փաստաթղթերը եւ այլն, այսինքն կոնկրետ մարդկանց իրավունքների սահմանափակման գործում զբաղվել, բայց նաեւ երբ որ հարցը վերաբերում է այս աստիճան լայնածավալ խախտումներին, խնդրանքս է, որ գոնե պահելով բազային մարդու իրավունքների հարգման սկզբունքները համագործակցենք իրար հետ։ Ասուլիսին ներկա լրագրողները հետաքրքրվեցին նաև իշխող ուժի նախընտրական ծրագրերում ներառված եկեղեցու այսպես կոչված բարեփոխման դրույթների, ինչպես նաև Վեհափար Հայրապետի նկատմամբ սկսված իրավական գործընթացների մասին։ Ամոթի զգացում ենք ունենում, որ ապրում ենք այս ժամանակներում, բայց դարձյալ պիտի կրկնեմ, հսկայական հայրենիք կորցնելուց, այսքան մարդու կյանք խեղելուց, Բաքվի բանտերում գտնվելուց, տրամաբանականը դա, որ թիրախ պիտի դարձնեն ամենայն հայոց Հայրապետին, որովհետև Վեհափարը անընդհատ խոսել է այս թեմաների մասին, անընդհատ բարձրաձայնել է եւ բնականաբար պիտի գար նաեւ հրահանգ Փաշազադեից, որին շատ այսպես խոնարհումով ընդունում են ԿՊԱ-ական սիրելիները, իր ворթեգիրները, հոգևոր ворթեգիրները Փաշազադեի, հրամաններ Թուրքիայից, բնականաբար պիտի գար հասներ դրան, չէ, որովհետև Վեհափարը այս ամբողջ եղածի ողբերգության մասին կարող եմ ասել առաջին ձայնը բարձրացնողը բոլոր ատյաններով եւ բոլոր հնարավոր միջոցներով։ Ինչու պիտի չլիներ։ Պիտի լիներ։ Եվ դա ասում եմ, մեր ինչպես արձանագրել եմ անցել անգամ, մեր պատմության խայտառակ եւ սև օրերից մեկն է։ Բայց ինչ գործով է դատարանում Վեհափարը, սա է ամենակարևորը։ Իր պարտականությունները, իրավունքները, հայրապետական բարձր տնօրենությունը, պատասխանատվությունը իրականացնելու համար։ Այս պատճառով է իր պարզ կանոնական իրավունքները իրացնելու համար։ Լրագրողների հարցերին, թե ՄԱԿ-ի փորձագիտական խմբի արձագանքը որևէ ազդեցություն կարող է ունենալ Սրբազան պայքարի դատավարության ընթացքի վրա, փաստաբան Տաթևիկ Սողոյանը արձանագրեց, որ հենց այդ դիմումից անմիջապես հետո Բագրատ Սրբազանի բանտային կալանքը փոխարինվեց տնային կալանքով։ Փաստաբանը մատնանշեց նաև Ազգային ժողովի պատգամավոր Արայիկ Հարությունյանի վերջերս արած հայտարարությունը, որը նախկինում ահաբեկչություն որակված գործն արդեն բնորոշել էր որպես զանգվածային անկարգությունների հրահրում։ Ի սկզբանե դա
մեդիա տերորի ակտ էր, որպեսզի փորձեն հանրության մեջ ստեղծել թշնամիներ, իրենց դեմ պայքար մղել, փորձել սրբազան պայքարը եւ նրա առաջնորդներին հեղինակազրկել այդ ամբողջ տրամաբանության մեջ։ Մենք մի գիտակցում ունենք, որ այսօրվա իշխանությունը բացարձակ իր արժե համակարգում, եթե այդպիսին առհասարակ գոյություն ունի, չի տեղավորում ժողովրդավարությունը, չի տեղավորում մարդու իրավունքներն ու իրավական պետությունը։ Փաստաբանները մեկ անգամ եւս շեշտեցին ՄԱԿ-ի փորձագիտական խմբի արձագանքը եւս հաստատում է, որ սրբազան պայքարի գործը որևէ աղերս չունի ահաբեկչության հետ եւ այն հարուցվել է բացառապես քաղաքական նկատառումներով Տավուշը հանուն հայրենիքի սոցիալական շարժումը կասեցնելու նպատակով։ Լուսինե Բալյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։ Օգոստոսի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում կայացավ սրբազան պայքարի գործով հերթական դատական նիստը։ Հանրային մեղադրողները շարունակեցին ներկայացնել գրավոր ապացույցների ծավալը։ Այս անգամ եւս ներկայացված ապացույցները հիմնականում վերաբերում էին գործի հետ կապ չունեցող տարբեր անձանց տներից առգրավված զենքերին։ Պաշտպանական կողմն ու շարժման մասնակիցներն արձանագրեցին, որ գործին չառնչվող ապացույցներ ներկայացնելը ժամանակի եւ պետական ռեսուրսների անհարկի վատնում է։ Նրանց պնդմամբ այդ անձինք անգամ մեղադրյալների կարգավիճակ չունեն եւ որևէ առնչություն չեն ունեցել սրբազան պայքարի անդամների հետ։ Հայաստանում ով ինչ զենք ունեցել, գնացել են, բռնել այդ մարդկանց տները, բերում են զվա գրանցել։ Էլ ուրիշ բան չկար գրանցելու։ Ամենասկզբից ասել ենք, որ սրանք պետքա չհետազոտվեն եւ առհասարակ մեղադրանքը չպետքա կառուցված լիներ այսպիսի ապացույցների վրա։ Չեմ անդրադառնում մեղադրանքը, որ ինքը իրենով որևէ բովանդակություն չի պարունակում։ Բայց եթե դատարանը ընդունել է հանրային մեղադրողների այս դիրքորոշումը, որ այս ապացույցները ամեն դեպքում պետք է հետազոտվեն, եթե դատարանը այդ արձադրումները իր կողմից չի կատարում, թողնելով այսպես ասած մրցակցային դատավարության շատ ունիվերսալ տիրույթում, որ իրենց մեղադրանքն ինչ կուզեն կներկայացնեն, հետո դատարանը կորոշի, այդ պարագայում ես սկսում եմ արդեն չառարկել։ Հանրային մեղադրողները ինչ ուզում են թող հրապարակեն եւ մեր հանրությունը թողնա այս գործի 34 հատորները ինչից են բաղկացած, ինչ ինֆորմացիա է լցված դրանց մեջ ու ինչ են փորձել տանել դատարաններում ցույց տալ որպես պատշաճ ժանասիրության դրսևորում անձանց նկատմամբ խափանման միջոցներ պահպանելու համար եւ այլն։ Շարունակելով, հանրային մեղադրողները որպես իրեղեն ապացույց ներկայացրեցին պայքարի մասնակից գնդապետ Միհրան Մաղսուդյանի տան խուզարկությամբ առգրավված օրինական զենքը, որը զինվորականը ստացել է պետությունից որպես պարգև։ Բագրատ Սրբազանը դատարանի ուշադրությունը հրավիրեց փաստերի նենգափոխման այս հանգամանքին, ընդգծելով, որ նման եղանակով են նաև հանրությանը մոլորեցնող կեղծ ու զրպարտիչ հայտարարություններ հնչեցվում շարժման հասցեին տարբեր հարթակներից։ Մեղադրողի վերջի դեռացումը դուք լսեցիք 236 վարորդի վերաբերյալ նշում է, որ օրինական ճանապարհ։ Ես ուզում եմ որ հնչի այդ լրատվականներին էլ եմ ասում դրա մասին, որ անընդհատ շեշտվի, որ սրանք օրինական զենքեր են, փաստաթղթավոր։ Հայկ Մաթևոսյանի մասին կարդացին անց, Մաթևոսյանը կարդան Հայկ Մաթևոսյանը։ 3 նիստ կամ 2.5 նիստ նվիրել ենք Հայկ Մաթևոսյանի զենքերին, պարզվում է, որ այդ մարդը զենքի հավաքողը, կոլեկցիոները, օրինական, հաստատված ամեն ինչում, ինչու պիտի գանք 2-3 նիստ նստենք, լսենք, թե ով քանի հատ զենք ունի, բոլորը օրինական են։ Փաստաբան Հովանես Խուդոյանի առաջարկով գրավոր ապացույցների ներկայացմանը զուգահեռ դատարանը հանրությանը ներկայացրեց նաև քննչական մարմնի արձանագրած տեսանյութերը։ Ես ուզում եմ այո, որ հանրային մեղադրողները իրենց ներկայացրած մեղադրական եզրակացության նշված դատարանի միջնորդած բոլոր ապացույցները հետազոտեն դրանց տեսագրություններով, ձայնագրություններով եւ հիմնավորեն։ Մենք մի քիչ էլ փորձենք пассив դիրք բռնել այս պարագայում, հիմնավորել հասարակությանը, թե ինչ կապ ունեն այդ ապացույցները եւ ինչ են հաստատում։ Իհարկե յուրաքանչյուր ապացույցին կանրադառնանք այս եղանակով, որ եւս մեկ անգամ պարզաբանենք, որ այս գործի հետ ու այս մեղադրանքի հետ հետազոտված ապացույցները, պետության ծախսած միլիոնավոր դրամները եւ մեր վատնված ժամանակը ոչ մի կապ չունեն։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում։
Գրավոր ապացույցների հետազոտմանը զուգահեռ դատարանը կհրավիրի նաև փորձագետների։ Լուսինե Բալյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։ Օգոստոսի 19-ին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ընդունեց քրիստոնյա գործարարների միության անդամներին։ Արարատ Քահանա Պողոսյանը եւ միության համահիմնադիր Շավարժ Կարապետյանը շնորհակալություն հայտնեցին Վեհափար Հայրապետին ջերմ ընդունելության եւ միության գործունեությանը մշտապես աջակցելու համար։ Միությունը համախմբում է գործարարների, որոնք քրիստոնեական արժեքներով եւ սկզբունքներով են փորձում կառուցել իրենց գործունեությունը։ Նրանց նպատակը ոչ միայն հաջող բիզնես ստեղծելն է, այլև նպաստելը եկեղեցու, հայրենիքի եւ հանրային կյանքի զարգացմանը։ Մենք ուզում ենք հավաքել համայնք գործարարների, որոնք կրում են իրենց մեջ այս օրինակը, ունեն այդ սիրտը, որպեսզի ծառայեն, ինչպես մեր Տերն էր ծառայում, առաջնորդեն խոնարհությամբ, ինչպես մեր Տերն էր առաջնորդում եւ ավետարանական այդ ճշմարտությունները պահպանելով փորձեն հաջողություն հասնել, որովհետեւ ում է պետք այն հաջողությունը, որ ունի Տիրոջ բարեհաճությունը եւ իհարկե նաեւ մեր եկեղեցու օրհնությունը։ Եվ մենք կարողացանք ստանալ այդ օրհնությունը, այդ առաջնորդությունը ու լիքը հարցեր հիմա մենք կարողանում ենք տալ մեր եկեղեցուն եւ ստանալ ճշմարիտ եւ ուղղորդող պատասխաններ, որպեսզի մեր գործի մեջ շատ ավելի ազնիվ, շատ ավելի ճիշտ ուղղությամբ շարժվենք։ Ողջունելով միության անդամների այցը ամենայն հայոց կաթողիկոսն իր օրհնությունը փոխանցեց ներկաներին։ Նորին սրբությունը կարևորեց նման նախաձեռնությունների դերը հայրենիքի զարգացման եւ հանրային կյանքի շենացման գործում։ Միության անդամների խոսքով իրենց համար կարևոր է Աստծո տված շնորհներն ու հնարավորությունները ճիշտ տնօրինելն ու բարիքը բազմապատկելը։ Շատերի համար դա կարող է հնչի հակասական, քրիստոնյա եւ գործարար։ Ճիշտ հակառակն է, ինչպես Վեհափար հայրը ասեց քիչ առաջ, երբ որ հանդիպեց մեր պատվիրակության հետ, տնօրինել շնորհները եւ աշխարհը ճիշտ ձևով բերում է ավելի արդյունավետ արդյունքներ բոլորի համար, արդարությունը բերում, հոգատարությունը բերում եւ հաջողություն բերում, ինչքան մենք տալիս ենք, այնքան ավելի շատ ստանում ենք, որպեսզի ավելի լավ աշխատենք ուրիշի համար։ Դա է մեր սկզբունքը։ Եվ մենք հասկացել ենք իմ կյանքի փորձից նաև գիսվելով, որ այդպես է իրականում, որ եթե մարդ լավ գործ է անում, ուրիշները մասնակցում են դրան եւ հաջողությունը ստանում, իհարկե դժվարությունները կլինեն, բայց հաղթահարում եք Աստծո կամոք եւ շնորհներով։ Արարատ Քահանա Պողոսյանը նշեց, որ կարոտյալներին եւ աղքատներին ձեռք մեկնելը հայ եկեղեցու առաքելության կարևոր ուղղություններից է։ Այդ փորձառությունը եկեղեցին պատրաստ է փոխանցել նաեւ երիտասարդ քրիստոնյա գործարարներին։ Հայ եկեղեցուն այս գործունեությունը խոր չէ։ Հայ եկեղեցին դեռևս 4-րդ դարից սկսած համակարգված կերպով իր առաքելության անբաժանելի մաս է դարձրել կարոտյալներին, աղքատներին ձեռք մեկնելը եւ բնականաբար Մայրաթոր Սուրբ Էջմիածինը այժմ էլ հավատարիմ իր պատմությանը օգտակար է լինում իր ունեցած հնարավորություններով եւ բնականաբար առիթը չենք կարող բաց թողնել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի պատմական փորձառությունը փոխանցելու այն երիտասարդ քրիստոնյա գործարարներին, որոնք ավետարանական ոգով մղված ցանկանում են իրենց ներդրումը եւ իրենց փոքրիկ բաժինը բերելու մեր եկեղեցու եւ մեր հայրենիքի պայծառեցմանը։ Հայոց Հայրապետն անդրադարձավ նաև երիտասարդ քրիստոնյա գործարարների աջակցությանը եկեղեցու առաքելությանն ու տարբեր ծրագրերին։ Նա ընդգծեց, որ հայոց եկեղեցու ուժն ու զորությունը իր հավատացյալ զավակներն են։ Հանդիպման ընթացքում միության անդամները Վեհափար Հայրապետին ներկայացրին իրենց հուզող հարցերը, հայցեցին նորին սրբության խորհուրդները, հետագա գործունեությունն առավել արդյունավետ, ազգանվեր եւ եկեղեցանպաստ ուղղությամբ շարունակելու համար։ Հանդիպման ավարտին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը ներկաներին մաղթեց Տիրոջ զորակցությունն ու օրհնությունը, հորդորելով շարունակել եկեղեցաշեն ծրագրերի իրականացումը, նպաստելով նաև հայրենիքի շենացմանը։ Հերմինե Հակոբյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։
Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի գործով այսօր դատարանում ցուցմունք էր տալիս տուժող համարվող Ստեփան Ասատրյանը։ Ստեփանը դատարանում շարունակում է ներկայանալ որպես քահանա, այլևս իրեն չպատկանող Տեր Արամ անունով։ Ավելին, քաղաքացի Ասատրյանն օգտվելով մարդկանց անտեղյակությունից շարունակում է Հովանավանքում պսակադրություններ, մկրտություններ եւ եկեղեցական արարողություններ կատարել։ Ասատրյանը եկեղեցու եւ հոգեվոր առաջնորդների հասցեին հրապարակային անհիմն մեղադրանքներ հնչեցրած առաջին քահանաներից էր, որի հայտարարությունները հետագայում դարձան թեմակալ առաջնորդ Մկրտիչ Սրբազանի եւ թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանի դեմ քրեական վարույթի հիմքերից մեկը։ Աշխարհիկ եւս մեկ անց թեմի կարգալույց հոգեվորական Արամայիս Թախմազյանը նույնպես շարունակում է ներկայանալ որպես Տեր Թադե քահանա։ Ներքին բազմաբերդ գյուղում էլ նա է շարունակում եկեղեցական անվավեր ծեսեր իրականացնել։ Թեմի նախկին այս քահանաները հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ հայցեր են ներկայացրել, որոնցով վիճարկում են ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունները, պահանջում են վերականգնել իրենց նախկին պաշտոններում։ Հատկանշական է, որ Ստեփան Ասատրյանը շարունակում է կենցաղավարել այն բնակարանում, որը մայրաթորը նրան քահանայական ծառայության տարիներին էր հատկացրել։ Այս գործը եւս դատարան է տեղափոխվել։ Հանրային հեռուստաընկերության եթերում Ասատրյանը հայտարարել էր, որ Մկրտիչ Սրբազանն իրեն հարկադրել է մասնակցել ընդդիմության բոլոր հանրահավաքներին։ Նաև 2021-ի ընտրություններին հրահանգել էր մասնակցել ընտրություններին եւ չքվեարկել Փաշինյանի թիմի օգտին։ Այդ հայտարարությունից հետո նախաձեռնվել էր քրեական վարույթ, որն այսօր արդեն քննվում է դատարանում։ Ասատրյանը դատարանում շարունակում է պնդել, որ Մկրտիչ Սրբազանն իրեն հարկադրել է մասնակցել ընդդիմության հավաքներին։ Սակայն այս նիստին պաշտպանական կողմը ներկայացրեց առնվազն 8 դեպք։ Փաստաթղթերով արձանագրված է, որ Ասատրյանը տվյալ հավաքներին չի մասնակցել։ Եթե եղել է պարտադրանք, ապա ո՞րն է եղել դրա կոնկրետ մեխանիզմը։ Սա պաշտպանական թիմի հիմնական հարցադրումն է։ Տեսեք, առնվազն 8 օր, որը դուք ինքներդ եք նշել, կոնկրետ ամսաթվեր։ Դուք ամենասովորական պատճառով ասել եք հիվանդ եմ այսօր չգամ եւ ոչինչ տեղի չի ունեցել։ Դուք հաստատի չեք գնացել, ավելին երևում է բացի բանկից 1000-ում ուրիշ տեղեր եք գնացել։ Բայց պնդում եք, ասում եք, հանգարց, եթե չգնայինք հավաքի, շատ վատ հետևանքներ կլիներ։ Դրա համար ստիպված գնացել են։ Այս ոնց կբացատրեք։ Իսրայելի եմ ուզում կրկնել, եթե քո պատճառը հարգելի չի։ Իսկ եթե իմ պատճառը հարգելի է, դա հետ պետք է հաշվի նստել։ Հիմա նայեք, մի կողմում ոստիկաններ էին, մի կողմում ցուցարարներ, կապ չունի թե ովքեր ինչ քաղաքական նկատառումներով ինչ հայացներ, ասում եմ ոստիկաններ, ժողովուրդ, ցույց, սովորաբար Հայաստանի պատմության մեջ բազմաթիվ են եղել դեպքերը խժդժությունների, ասում եմ դուք որ այնտեղ եք, կենտրոնում եք, մեջտեղում եք, որ ասեք մի հատ աղոթք կարտակ, փորձեք հանդարտացնել, Քրիստոսի խոսքը փոխանցեք համերաշխության, դա կօգներ թե չէր օգներ ձեզ։ Անշուշտ, որ ամենտեղ էլ հոգևորականը լինի, կօգնի։ Շատ դա է ընդհանրապես հարցը։ Ասատրյանը դատարանում ենթադրեց, որ Մկրտիչ Սրբազանի ցանկությանը չհետևելու դեպքում իր նկատմամբ կարող էր վերաբերմունք փոխվել։ Պաշտպանները փորձեցին հստակեցնել, կոնկրետ ինչ գործողություն է կատարել Մկրտիչ Սրբազանը, ինչ սպառնալիք է հնչել, ինչ պատիժ էր ենթադրվում։ Առաջնորդի ազդեցությունը կամ հնարավոր հետևանքներից վախը դեռ չի նշանակում, որ եղել է քրեական իմաստով հարկադրանք, արձանագրում են փաստաբանները։ Փաստաբան Ռոման Ահարոնյանի խոսքով հարկադրանքի մասին պնդումը պետք է հիմնավորվի կոնկրետ գործողությամբ կամ սպառնալիքով, սակայն դատարանում Ստեփան Ասատրյանը որևէ նման փաստ չներկայացրեց։ Պաշտպանները դատարանի ուշադրությունը հրավիրեցին այն հանգամանքի վրա, որ Ասատրյանի ներկայացրածը սեփական ենթադրություններ ու ընկալումներ են։ Առնվազն իրարամերժ եւ ողջամտությունից հեռու ցուցմունքներ էր եւ հիմնավորվեց ակնհայտը, որ մարդը ընդամենը իր մտքի մեջ իր սուբյեկտիվ ընկալումներով է առաջնորդվում, որևէ այլ բան չկա։ Միանշանակ է այստեղ, որ քրեական իրավունքի իմաստով որևէ նյութ չունենք, գործ ունենք մարդու ենթադրությունների չափազանցված խոսքի այլ բառեր չօգտագործեմ, նույն հարցազրույցի դրվագը Պետրոսի մոտ, որ աղերս չուներ այսօր դատարանում հաստատված փաստերի հետ։
Ասատրյանը պնդում էր, որ իրեն հարկադրել են ում ուզում ես ընտրիր, միայն Փաշինյանին մի ընտրիր, սակայն այս հարկադրանքն ապացուցող որևէ փաստ ևս չներկայացրեց։ Ավելին, Ասատրյանը դատարանում հայտարարեց, որ քվեախցիկում քվեարկել է իր ցանկությամբ, որ իր քվեարկությունը ոչ ոք չի ստուգել, ինչպես նաև իրեն չի սպառնացել, թե այն ստուգվելու է։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 12-ին ժամը 12:00-ին Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։ Նիստերն անցնում են դռնբաց։ Անուշ Արաքելյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։ Սուրբ Տիրամոր վերափոխման տոնի հաջորդ օրն է։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցում ննջեցյալների հիշատակի օր է։ Բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որի ընթացքում եկեղեցականները եւ հավատացյալները աղոթում են ննջեցյալների հոգիների հանգստության համար։ Պատարագի ավարտին կատարվում է հոգեհանգստյան կարգ, խնկարկումով եւ աղոթքով հիշատակվում են բոլոր հանգուցյալները։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում պատարագը մատուցում էր Թորգոն վարդապետ Տոնիկյանը։ Մեռելոց օրերին ննջեցյալների հիշատակությունը քրիստոնեական կյանքի կարևոր մաս է։ Եկեղեցու վարդապետության համաձայն մահը մարդու գոյության ավարտը չէ, այլ անցում դեպի հավիտենական կյանք։ Հայ եկեղեցու օրացույցում սահմանված են մեռելոցի հատուկ օրեր, որոնք հաջորդում են տերունական եւ եկեղեցական մեծ տոներին, որպիսի տոնական օրերին հավատացյալները ոչ միայն ուրախությամբ մասնակցեն Սուրբ Պատարագին, այլև հաջորդ օրը խնկարկեն ննջեցյալների հիշատակը եւ բարեխոսություն խնդրեն նաեւ նրանց հոգիների հանգստության համար։ Այս կերպ եկեղեցին միավորում է ապրողներին եւ ննջեցյալներին աղոթքով, հիշատակությամբ եւ քրիստոնեական հավատքով։ Հերմինե Հակոբյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։